փոքր պատգամ, որ սրտիս մեջ կա, խոստում, որ Աստծուց մենք որպես ժողովուրդ ունենք, մենք շատ ժամանակ կենտրոնանում ենք մեր խնդիրների վրա, մենք ինչ ենք ուզում Աստծուց։ Մենք խորանում ենք այն բաների վրա, մեզ ինչ է պատահում, մենք խորանում ենք, թե իրավիճակներից ինչպես դուրս գանք։ Բայց Աստվածաշունչը ամեն մեկից տրված լավագույն պարգևներից մեկն է։ Որովհետև այդ ահռելի, անսահման, մեծ Աստծուն ճանաչելու համար բնությունը, երկինքն ու երկիրը հերիք չէին, թեև գրված է, որ երկինքը, երկիրը, բնությունը ամեն բան Աստծո փառքն է պատմում, բայց Աստված այնքան սիրեց ինձ եւ քեզ, որ նա մեր լեզվով, հայերեն, չգիտեմ, անգլերեն, պարսկերեն թույլ տվեց, որ այդ գիրքը թարգմանվի, եւ այդ գրքի մեջ, ինչպես հաճախ ասում եմ, Աստվածաշունչը գիրք է Աստծո, մարդկանց եւ դեպքերի մասին։ Երբ որ մենք կարդում ենք այդ գիրքը, մենք հասկանում ենք, թե Աստված ինչպիսին է, Աստված ինչպես է անդրադառնում կամ վերաբերվում տարբեր իրավիճակների մեջ մեզ հետ եւ նաեւ այն Աստծո կանոններն ու խոստումներն է մեզ տալիս։ Եվ հաճախ մենք կենտրոնանում ենք անգամ կանոնների վրա, բայց այսօր ուզում եմ կենտրոնանանք Տիրոջ խոստումների վրա։ Եվ մի քանի խոստում եմ կարդալու, որ զորավոր է։ Գրված է Եսայա մարգարեության 48-րդ գլխում 17-ից 19 համարներում։ Նրանց համար, ովքեր չգիտեն, Եսայան մի մարգարե, որին Աստված կանչել էր իր ժողովրդի համար Աստծո ձայնը լինելու։ Ի տարբերություն մեզ, մենք այսօր նոր կտակարանյան քրիստոնյաներս առավելություն ունենք, որովհետև մյուս շաբաթ տոնելու ենք Պենտեկոստե, որը նշանակում էր, որ Սուրբ Հոգին իջավ որպես հոր խոստում յուրաքանչյուր հավատացողի վրա։ Նշանակում է ամեն մարդ, ով Հիսուսին ընդունել է Տեր ու Փրկիչ եւ վերստին ծնվել է, ի վիճակի է ինքնուրույն լսել Աստծո ձայնը, Աստծո խոսքը, որովհետև Սուրբ Հոգին խոսում է մեզ, մեր հոգու մեջ։ Նախկինում Աստված չէր խոսում մարդկանց հետ, բացի միայն հատուկ օծված մարգարեի կամ քահանայի միջոցով։ Եվ Եսայան այդպիսի մարգարե էր, որի վրա գալիս էր Տիրոջ հոգին, եւ մարդիկ զարմացած սպասում էին, որ Եսայան գա, ինչ է ասելու, Աստված ինչ է ասում։ Եվ այդ ժամանակահատվածը, որ գրվել է 48-րդ գլուխը, Իսրայելը գտնվում էր բաբելոնյան գերության մեջ։ Իսրայելը ժողովուրդ էր, որին Աստված սերել էր իր նպատակների ու փառքի համար։ Բայց ժամանակի ընթացքում իրենց անհնազանդության, Աստծո ճանապարհներից շեղվելու, Աստծուն չհետևելու եւ իրենց սրտի ու մտքի ցանկությունների յետևից գնալու հետևանքով հայտնվել էին գերության մեջ եւ բաբելոնյան կայսրությունը գերել էր նրանց։ Հիմա պատկերացրեք ժողովուրդ, մարդիկ, որ գիտեն իրենք ամենակարող Աստծո ժողովուրդն են, բայց գերի են։ Իրանք գիտեն, որ Աստված իրենց ընտրել է որպես իր սեփական ժողովուրդ, բայց իրենց ներկան շատ տարբեր է։ Եվ Եսայան գալիս է ու մարգարեանում է հետևյալ խոսքերը 48:17-19, այսպես է ասում Տերը. Քո Փրկիչը, Իսրայելի Սուրբը, ես եմ Տերը, քո Աստվածը, որ քեզ սովորեցնում եմ ինչ որ օգտակար է, որ քեզ առաջնորդում եմ այն ճանապարհով, որ դու պիտի գնաս, երանի ուշադիր լինեիր իմ հրամաններին։ Այն ժամանակ քո խաղաղությունը գետի նման կլիներ եւ քո արդարությունը ծովի ալիքների նման, քո սերունդը կլիներ ավազի նման եւ քո երանքից ծնվածները դրա հատիկների չափ։ Նրանց անունը չեր ջնջվի եւ չեր բնաջնջվի իմ առաջ։ Երեք համարներ, որոնք խոսում են Աստծո սիրտի մասին, ցույց են տալիս մեզ ինչպիսին է Աստծո սիրտը։ Որտեվ շատերս հաճախ մտածում ենք հատկապես, գիտեք, մեր մեջ մի Աստծուց դրված օրենք կա, դա խղճի օրենքն է։ Փոքր ժամանակից ոչ մեկը մեզ չի սովորեցնում, բայց մենք ամենափոքր տարիքից արդեն խղճի զգացողություն ունենք։ Մենք մի բան սխալ ենք անում, որ մաման պապան չտեսնեն, որովհետև ներքուստ մի բան բիմ մեզ ասում է, որ սխալ է կարել։ Եվ դա Աստված է դրել եւ Աստված մեզ հաճախ հանդիմանում է հենց այդ խղճի ձայնով։ Եվ երբ որ Աստված Մովսեսի օրենքը տվեց, մարդիկ ավելի հստակ ունեցան ինչն է Աստծուն դուր գալիս եւ ինչը դուր չի գալիս, եւ այդ խիղճը կարծես ավելի ակտիվ էր։ Եվ հիմա բաբելոնյան գերության մեջ նստած ժողովուրդը գիտի, որ սա իմ տեղը չէ։ Ես ամենակարող Աստծո ժողովուրդն եմ, բայց գերի եմ։ Եվ այդ ներսից ձայն իրեն ասում է, որովհետև դու
չհետևեցիր Տիրոջ կանոններին, որովհետև դու չգնացիր Աստծո ճանապարհների մեջ։ Եվ Տերը Եսայայի միջոցով խոսում ու ասում է. ես դեռ քո Տերն եմ ու քո Փրկիչն եմ։ Գիտեք, մեր երեխաները հաճախ մի բան սխալ են անում, փախչում են մի անկյուն եւ լաց են լինում։ Նորից, ինչի, որովհետեւ իրանց խիղճն ու իրենց գաղափարն ասում է, որ հենց որ մաման կամ papan տեսան։ Ես հիշում եմ, մենք 3 եղբայրներս շատ չարաճճի ենք եղել փոքր ժամանակ, զարմանում եմ, թե ոնց մինչև հիմա կանք շատ վտանգավոր բաներ են կարել։ Մեր փոքր 2 սենյականոց բնակարանը պայթացնում ենք, որ մեր ծնողները տանը չէին։ Հետո մի բան, ամեն անգամ մի բան ջարդում ենք, մի պատուհան, ապակի, ափսե, մի բան, կամ մեկի գլխին ենք ջարդում, կամ մեկի, այտենց մի բան ջարդվում էր, ու առաջի բանը, որ մտածում ենք, մեղքը ում վրա գցենք։ Աշոտին համոզում ենք, ասում ենք դու փոքրն ես, քեզ չեն ծեծի, արի ասենք դու ես արել։ Խեղճն ամեն անգամ ծեծեր ուտում։ Սո մենք միշտ, երբ որ մեղք ենք գործում, մտածում ենք ոնց տակից դուրս գանք։ Որովհետև մեր ենթագիտակցության մեջ մտածում ենք, որ երբ որ Հայրը, երբ որ Աստված, երբ որ մեզնից բարձր եղողը հայտնվեց, երևի մեզ մեր մեղքերի պես կանի, կտա մեզ մեր արժանին։ Եվ Իսրայելը երևի այդպիսի զգացողություն ուներ, բայց Աստված գալիս է ու ասում է. լսիր, ես քո Տերն եմ եւ քո Փրկիչն եմ։ Որովհետև Աստված ոչ թե սիրել էր մարդկանց, Իսրայելին, մարդկային սիրով, որ միշտ հենված է performance-ի վրա, դու լավ կվարվես, ես քեզ կսիրեմ, իմ ծնունդին կգաս, պատիվ կստանաս, ինձ ուշադրություն կդարձնի, Աստված սիրել է մեզ ագապե սիրով, եւ նա մեզ ուխտ է արել իր որդու միջոցով, այսինքն Աստծո սերը հենված չէ մեր գործերի վրա։ Գրված է Աստված իր սերը մեր հանդեպ, որ ուներ, ցույց տվեց, ոչ թե այսօր որ եկել ես եկեղեցի, որովհետև կարծում եմ անգամ եթե այսօր եկել ես եկեղեցի կամ մի բարի բան ես արել, գուցե մի գումար տվեցիր կամ մեկի համար աղոթք արեցիր, մտածում ես այսօր Աստված ինձ կժպտա, լավ գործ եմ արել։ No, Սուրբ Գիրքն ասում է դեռ քո մոր փորի մեջ, երբ որ քո մեղքերի մեջ մեռած էր ու դեռ աշխարհ չէիր եկել, աշխարհի ստեղծումից առաջ Աստված արդեն զոհ էր պատրաստել Հիսուս Քրիստոսին, որ իմ ու քո մեղքերի համար պիտի զոհվեր։ Եվ այստեղ այսպես է ասում Տերը քո Փրկիչը, հիշեցնում է Իսրայելին, որ ես քո Փրկիչն եմ ու ես դեռ Տեր եմ քեզ։ Գիտեք, նորից անգամ եկեղեցական միջավայրում շատ հաճախ մարդը սխալվում է, մենք կարող ենք մարդուն դուրս հրավիրել, գոնե մեր վերաբերմունքով, եթե շատ վատ սխալներ անեն։ Բայց Աստծո սերը դրանով է զարմանալի, որ նա միշտ փրկիչ է, որ նա շարունակում է փրկել մեզ մեր մեղքերից ու հետ բերել։ Ես եմ Տերը քո Աստվածը, որ ուսուցանում եմ ինչ որ օգտակար է։ Գիտեք, շատ ժամանակ, երբ որ մենք կարդում ենք Աստծո խոսքը, մենք մտածում ենք, որ Աստված միայն կանգնած մեզ օրենքներ է տալիս, այսպես չանես, այսպես կանես, այսպես չանես, այսպես կանես, բայց Տերը հիշացնում է իր ժողովրդին, որ ես քեզ սովորեցնում եմ այն, ինչ որ քեզ է օգտակար։ Ես երեխա ժամանակից ծանոթ եմ Աստվածաշնչին եւ երբ որ կարդում եմ այդ գիրքը սկզբից, ինձ համար շատ ուրիշ էր, որտեղ իմ մտքի մեջ ես մտածում էի, որ այս չի կարելիների ու կարելիների գիրք է։ Մինչև որ Տիրոջն անձնապես ճանաչեցի ու հասկացա, որ նո սա իմաստության գիրք է, Տերը ինձ սովորեցնում է ինչպես քայլեմ ճանապարհներով, որոնք ինձ լավ տեղ են տանելու։ Ամեն։ Եվ դրա համար ասում է, ես քո Փրկիչն եմ, ես քո Տեր Աստվածն եմ, թեև դու գերի ես, բայց ես սիրում եմ քեզ։ Ես դեռ կամ որպես Փրկիչ։ Եվ Աստծո խոսքի տոնայնության մեջ մենք տեսնում ենք փնտրող, որոնող, վերականգնության ձգտող Աստված, ոչ թե դատապարտող։ Ես դեռ քո Փրկիչն եմ եւ քո Տերն եմ ու Իսրայելի Սուրբն եմ, նա ինքն իրեն միացնում է Իսրայելին։ Ես եմ Տերը քո Աստվածը, որ քեզ ուսուցանում եմ ինչ որ օգտակար է, որ քեզ առաջնորդում եմ ճանապարհով, որ դու պետք է գնաս։ Եվ հետո կարծես ափսոսանքի մի ուրիշ արիկ երանի ուշադիր լինեիր։ Երանի, ափսոս, որ ինչ չես լսե, որովհետև այսօր որ հայտնվել ես Բաբելոնյան գերության մեջ, որովհետև ինչ չես լսե ու երանի լսեիր։ Եվ հետո սկսում է unpack անել, բացել որն է Աստծո խոսքի լսելու օրհնությունը։ Այսօր որ նստած լսում ես Աստծո խոսքը, դա քեզ է օգտակար։ Եվ եթե լսես, ասում է, եթե ուշադիր լինեիր իմ հրամաններին, այն ժամանակ
քո խաղաղությունը գետի նման կլիներ։ Ափսոսում Աստված, որ դու չունես այն խաղաղությունը, որ կարող էիր ունենալ։ Գիտեք, ամեն մեկս տարբեր լեվելի խնդիրների մեջ թաղված ենք։ Եվ Աստված ասում է, եթե լսեիր, եթե հիմա էլ լսես, ես քեզ դուրս եմ հանելու։ Ես քեզ օգնելու եմ, որ դուրս գաս եւ քո խաղաղությունը ամենաթանկ բանը։ Գիտես, մենք կարող ենք փախչել մարդկանցից, երբեմն գնալ միտեղ, որ աղմուկ չկա, բայց մեր մեջից ուր փախչենք։ Ախր աղմուկը մեր մտքի մեջ է երբեմն։ Մենք ներսում խաղաղության կարիք ունենք եւ միակ միջոցը, որ այդ խաղաղությունը գալիս է մեր կյանք, նա է, երբ որ մենք ուշադիր լսում ենք Տիրոջ հրամանները եւ կատարում։ Այն ժամանակ խաղաղությունը գետի նման կլիներ։ Անցյալ շաբաթ մենք Դենվեր, Կոլորադո ենք գնացել տարեկան եկեղեցիների կոնֆերանս, որտեղ 3000 հովիվներ հավաքվել էին երկնային ժամանակ, հրաշալի օրհնյալ հաղորդակցություն, հոգևոր նորոգություն, ամեն ինչ լավ էր, հետո ազատ ժամանակ ունեինք եւ լինել Կոլորադոյում եւ չքշել սարերի մեջ, այդ գեղեցիկ քենյոնները չտեսնել մեղք է։ So Էմին մեր հետ էր եւ մենք սկսեցինք գնալ այդ սարերով վեր, հետո մի տեղ հասանք, որ երկու ժայռերի մեջտեղով գետ էր հոսում, Էմին ասում է՝ գետը տես, Էմին գետը տեսավ, սկսեց երգել, անգլերեն այդ երգը կա, որ there is a river, I've got peace like a river inside of me, սկսեց երգել, I've got peace like a river, I've got peace like a river, երգեց, հետո սկսեցի մտածել, ասում եմ, ի՞նչն է հատուկ գետի մասին, գիտեք, գետը միշտ հոսում է ու չի վերջանում։ Գետը այնքան գրավիչ է, ես ասա, պապա կանգնենք մի հատ գնամ չոփանը, մի հատ գնամ գցվեմ այդ ջրի մեջ, որովհետև ջուրը տենց գրավիչ մի բան ունի եւ Աստված ասում էր, քո խաղաղությունը այդ հոսող գետի պես կեղնի, չի վերջանա։ Գիտեք, այս փուլը լցրած ջուրը այն չի շարժվում եւ կդատարկվի, բայց գետը միշտ անհայտ աղբյուրներից մարդիկ չեն տեսնում ակունքը որտեղից է, բայց միշտ կա ու միշտ հոսում է։ Աստծո խաղաղությունը մեզ խոստացված այնպիսին է, որ մարդիկ չեն հասկանա այդ որտեղից ունի։ Քո կողքի մարդիկ, ովքեր ավելի կրթված են, ավելի շատ փող ունեն, ավելի շատ ազդեցիկ են, ավելի շատ աշխարհային չափանիշներով բաների են հասել, կնայեն քեզ ու կասեն, «Այս որտեղից է հոսում սրանց գետը»։ Եվ իմ ամենասիրած պատմություններից մեկը, վկայություններից, որ լսել եմ իտալական մաֆիայի պարագլուխներից մեկը Թոմ Փափանյա անունով, եւ YouTube-ում կա հին վկայություն է, բայց խորհուրդ եմ տալի նայես։ Այդ մարդը պատմում է, որ ամեն ինչ ուներ, միլիարդներ, ամեն ինչ ունեի, ասում եմ, սեփական ինքնաթիռ ունեի, բոլորն ինձանից վախենում էին, կազինոների շարքեր, ռեստորաններ, հյուրանոցներ, ամեն ինչ։ Ընկերս հրավիրում էր եկեղեցի։ Ասում եմ, մի օր գնացի մի փոքրիկ եկեղեցի, մի 40 հոգի մարդ էին, այս ձև պատուհաններով նկարագրում է։ Դե հպարտ են, չէ՞, այդպիսի մարդիկ, ասում եմ, ես մտա այն բանով, որ դե ես եմ եկել, մի հատ հատուկ ողջունեք, խոնարհվեք, Թոմը եկել է ձեր եկեղեցի, սա ոչ մեկի ինձ ուշադրություն չդարձրեց, բոլորի ուշադրությունը տենց անորոշ դեպի վեր էր եւ մարդիկ այնքան ուրախ էին, խաղաղ էին, ես նստած մտածում եմ, սրանք ինձնից շատ ունեն ուրեմն։ Եթե ես մեկ ինքնաթիռ ունեմ, ուրեմն սրանք մի 4-5 ինքնաթիռ ունեն, որ ոչ մեկի ինձ ուշադրություն չդարձրեց։ Այնքան մեծ էր այդ խաղաղությունն ու ուրախությունը այդ մարդկանց մեջ, ասում եմ, հաջորդ շաբաթ էլ գնացի։ Հետո մի շաբաթ էլ գնացի։ Բայց ասում եմ, գիտեք ինչի էի գնում, որովհետև ինձ թվում էր, որ իրանք մեծ հարստություն ունեն ու ես գնում եմ, որ գտնեմ, որ հետո իմանամ ոնց եմ տանելու այդ եկեղեցու հարստությունը։ Մինչև որ հասկանում եմ, որ այդ մարդիկ սովորական մարդիկ են, բայց գտել են նրան, որի խոսքերը բերում է սեր եւ խաղաղություն գետի պես, որ հոսում է ու չի վերջանում։ Եվ վերջում իր կյանքը տալիս է Հիսուսին եւ ամեն ինչից հրաժարվում է եւ վայելում է դա։ Եվ այդպես է Սուրբ Գիրքը նկարագրում գանձ գտնելու առակի մեջ։ Երբ որ Հիսուսին գտնում ես, մնացած բոլոր բաները իրենց արժեքը կորցնում են։ Եվ Տերն ասում է. «Երանի լսեիր իմ խոսքերին, այն ժամանակ քո խաղաղությունը գետի նման կլիներ եւ քո արդարությունը ծովի ալիքների պես կլիներ»։ Աստված կարծես ափսոսանք է արտահայտում բաց թողնված օրհնությունների համար։ Այդ մենակ դու չես ափսոսում։ Աստված, որ քեզ ստեղծել է, ափսոսում է քո բաց թողած տարիների համար։ Ափսոսում է քո այն ժամանակների համար, որ մտածել ես, որ ինչ կուզես կանես ու հետո հասկացել ես, որ
քո արածները հետևանքներ ունեն, որ ծանր են քո վրա։ Ամեն։ Ուրեմն նրա այդ ափսոսանքը տեսնում ենք այստեղ եւ նա զայրացած չէ, ոչ էլ դատապարտող, այլ նրա ցանկությունն է, որ մեզ վերականգնի մի վիճակի, որ նորից մենք բարգավաճենք, որ նորից մենք զորանանք, որ նորից մենք ոտքի կանգնենք։ Եվ երրորդ բանը, որ ասում է, քո սերունդը կլիներ ավազին նման, եւ քո երանքից ծնվածները դրա հատիկների չափ, նրանց անունը չեր ջնջվի ու չեր բնաջնջվի իմ առաջ։ Գիտեք, Աստծուն ճանաչել որպես Տեր ու Փրկիչ, Աստծո պատվիրաններով ապրել եւ հետևել ոչ միայն մեր խաղաղությունը, ոչ միայն մեր ներսի բավականությունն է ավելացնում, ոչ միայն մեզ վրա է ազդում, այլ ըստ Եսայա մարգարեի ասում է քո սերունդը օրհնված կլիներ։ Նրանք, ովքեր նստած են այսօր, նրանք, ովքեր այսօր այս քայլը կատարեցին իրենց կյանքը տալով Հիսուսին, նրանք ոչ միայն իրենց հարցը լուծեցին, նրանց քայլը լավ ազդեցություն է ունենալու նրանց երեխաների ու նրանց երեխաների ու երեխաների վրա։ Եվ ես շնորհակալ եմ Աստծուց իմ ծնողների համար, որ 15-16 տարեկանում կոմունիստական ժամանակներում ի հակառակ ծաղրանքին, ամոթանքին, խայտառակությանը շրջվել են Տիրոջն ու ասել են դու մեր առաջնորդը եղիր։ Մենք ապրում ենք սովետական միությունում, բայց ապրելու ենք քո կանոններով։ Մեր շուրջը մարդիկ չեն հասկանում Աստծո խոսքի կարևորությունը, բայց մենք մեր տունը շինելու ենք Աստծո խոսքի ժայռի վրա։ Եվ այսօր օրհնված ենք մենք, 3 չարաճճիները դարել են 3 Աստծո սիրուն մարդիկ, նրանց երեխաները, եւ ես իմ պապային հաճախ ասում եմ դու ամենաօրհնված մարդն ես։ Տեսնել քո բոլոր թորներին, որոնք ոչ թե մեր ասելով, այլ նրանցից ամեն մեկը իր ուզելով ուզում է գնալ Տիրոջ հետևից, դրանից մեջ ուրախություն չկա։ Իմ տղան 18 տարեկան է, ես չեմ վախենում, երբ որ նա մեքենայով գնում է տնից։ Որովհետև ես գիտեմ, որ նա Տիրոջ համն առել է։ Ես գիտեմ, որ Սուրբ Հոգին նրա հետ գործ է անում եւ նրան պիտի ուղղի ճիշտ ճանապարհների մեջ։ Ամեն։ Ուրեմն որոշումը Տիրոջ հետևից գնալու ոչ միայն ազդում է մեր վրա, այլ մի ամբողջ սերունդի վրա, քո թորների վրա, քո թորների երեխաների վրա, եւ դա հրաշալի է, որ մեր ժառանգությունը Տիրոջ մեջ շարունակություն ունենա, որ մեր հոգևոր ժառանգությունը մեզնով չվերջանա։ Եթե մենք շարունակենք Տիրոջ հետևից գնալ, Տիրոջ խոստումն է, որ մեր սերունդը օրհնություն է ունենալու։ Ամեն։ Եվ նաև նույն ձևով մեր հետ քաշվելը Աստծուց այսօր, ես գիտեմ, որ սատանան ամեն ինչ անում է, որպեսզի ամեն մի քրիստոնյայի հետ պոկի կամ հետ պահի Տիրոջ հետ քայլելուց։ Բայց ամեն մի մանավանդ հայ մշակույթի մեջ, եւ լավ է, որ մենք հայ ենք, մենք մեր երեխեքի համար մեր կյանք կտանք։ Եթե ուրիշ պատճառ չունես Հիսուսին բռնելու, շարունակելու բռնելու, արա դա հանուն քո երեխաների։ Ինչ օգուտ, եւ եթե ամբողջ աշխարհը վաստակես, բայց քո անձը կորցնես, քո սերունդը կորցնես։ Եվ մեկ օր ետ ես նայելու ու ասելու ես արժեր, պայքարել, կռվել, բռնել Աստծո խոսքը, քայլել Տիրոջ շավիղների վրա, որովհետև դա ոչ միայն իմ կյանքը փոխեց, այլ դա փոխեց մի ամբողջ սերունդի կյանք։ Եվ ուզում եմ ամփոփեմ ու ավարտեմ։ Ուզում եմ կարդամ նորից այս 3 համարները եւ 3 հարց տամ ձեզ։ Եսայա 48, 17, 19 եւ խորհուրդ եմ տալի գրես այս համարները, տանը կարդաս, այս շաբաթ մտորես դրանց մասին, ասում է. Այսպես է ասում Տերը քո Փրկիչը, Իսրայելի Սուրբը, ես եմ Տերը, քո Աստվածը, որ քեզ ուսուցանում եմ, ինչ որ օգտակար է, որ քեզ առաջնորդում եմ այն ճանապարհով, որ դու պիտի գնաս, երանի ուշադիր լինեիր։ Իմ հրամաններին այն ժամանակ քո խաղաղությունը գետի նման կլիներ, եւ քո արդարությունը ծովի ալիքների նման, քո սերունդը կլիներ ավազի նման եւ քո երանքի ծնվածները դրա հատիկների չափ, նրանց անունը չեր ջնջվի եւ չեր բնաջնջվի իմ առաջից։ Այսօր, որ նստած ես այստեղ, ուզում եմ քեզ հարց տաս, եւ հարցը սա է. արդյոք թույլ եմ տալիս Աստծուն, որ նա ինձ սովորեցնի եւ ցույց տա իմ գնալու ճանապարհները ամեն բնագավառի մեջ։ Գիտեք, մենք
ամբողջ կյանք սովորում ենք։ Ինտերնետում կան չէ այսպիսի վիդեոներ, երբ որ փոքր երեխան նայում է ծնողները ինչ անում են, ինքը անում է, չէ, ասենք սափրվում են, ատամները խոզանակում են, մենք աչքով մենք նայում ենք եւ սովորում ենք։ Կախված այն բանից, թե դու ինչպիսի ընտանիքում ես ծնվել եւ մեծացել, ինչ հարևաններ ես ունեցել, նրանք ձևավորել են քո աշխարհայացքը։ Այնինչ դու նայել ես քո հեռախոսի մեջ, TV-ի մեջ, դրանք տպված պատկերներ են, որ քեզ օրինակներ են դարձել։ Ես երբեմն նայում եմ հայ աղջիկներին, ասում ես ինչքան Քիմ Քարդաշյաններ կան։ Copy paste, այս գենետիկ, որտեղ մարդիկ ուզում են նմանվեն, նայում են, շատ ժամանակ չեն հասկանում, բայց այդ պատկերները տպվում են իրանց մեջ եւ իրանք ուզում են դառնալ եւ ձեզնից յուրաքանչյուրի մեջ իդեալ կա, պատկեր կա։ Երբեմն ավաղ վատ օրինակներ եւ երիտասարդներին նորից ասում եմ, եթե ցավոք ձեր ընտանեկան օրինակը լավ չի եղել եւ դուք չեք ունեցել ընտանիքը, որ հասկանաք, որ ընտանիքը Աստծո դրախտն է երկրի վրա, ընտանիքում եք ցավացել, ընտանիքում եք ամենամեծ ցավերը կերել ու մտածում եք, որ երբեք ընտանիք չեք կազմելու։ Այսօր ուզում եմ հիշեցնեմ, որ Տերն ասում է Երանի, դուք իմ խոսքերը լսեք։ Երանի դուք թույլ տաք, որ ես ձեր մեջ ձևավորեմ պատկեր ու օրինակ եւ հետևեք իմ խոսքին։ Որովհետեւ նպատակը, որ այսքան քանդված կյանքեր ու ընտանիքներ կան, սատանան ամեն ինչ անում է, շարժի ու քանդի ամեն ինչ, որ մեր մեջ գա այդ ընկալումը իբր թե հնարավոր չէ այս երկրում ապրել ստաբիլ, ուժեղ, երջանիկ եւ խաղաղությունը գետի պես հոսող մի կյանքով։ Բայց Տերը անգամ նրանց, որ գերի են, հեռու են, գերեվարված են, կապանքների մեջ են ասում, լսեք, ես դեռ ձեր Աստվածն եմ։ Եվ եթե լսեք ինձ, եթե թույլ տաք սովորեցնեմ ձեզ, եթե թույլ տաք խոսեմ ձեր կյանքի մեջ, եթե ձեր ունեցած պատկերները, օրինակները մի կողմ դնեք եւ Աստծո խոսքը բարձրացնեք ձեր կյանքի մեջ ու քայլեր անեք Աստծո խոսքի համեմատ, ձեր խաղաղությունը գետի նման կլինի։ Արդյոք թույլ եմ տալիս Աստծուն, որ սովորեցնի, ուղղորդի ինձ այն ճանապարհով, որով ես պետք է գնամ։ Մտածի, թույլ եմ տալիս Աստծուն։ Թե երբ որ կարդում եմ, հետո ասում եմ, հա դες գրված է, բայց եթե գրված է, մենք ամուր բռնում ենք եւ փորձում ենք ամեն ինչ հնազանդեցնել այդ խոսքին։ Երբեմն Աստծո խոսքին հնազանդվելը makes no sense։ Թվում է, որ անիմաստ է, բայց հետո հասկանում ես, որ Աստված գիտի մեր ամեն էության խորքերը։ Օրինակի համար, երբ որ Տերը մեզ ասում է 7 անգամ 70 պիտի ներես, մենք մտածում ենք, ներելը դժվար գործ է։ Եվ եթե դու չես ուզում ներես, ինչքան ուզում ես բարկացի, չներելը նման է դու թույնը խմես ու սպասես, որ դիմացինդ մեռնելու է։ Այսօր բժիշկները, հոգեբանները, գիտնականներն են ապացուցում, որ երբ որ մարդը դառնացած է ու ներող չի, առողջական շատ լուրջ խնդիրներ է ունենալու։ Իր կյանքում ոչ մի բանից չի ուրախանալու, որովհետև ամեն ինչի ձեռտ է, այդ դառնությունը հետը տանելու է, ու ամեն ինչի մեջ ինքը զգալու է, դրա համար Հիսուսն ասում է, ների, թող գնա ցավոտ է, բայց դու շարունակ իմ հետևից գալ։ Եվ նա մեզ մեծագույն օրինակը թողեց խաչի վրա։ Հայրների նրանց չգիտեն ինչ են անում։ Երկրորդ հարցը, որ ուզում եմ տամ, մտածիր, քեզ հարց տուր, ինչ օրհնություններ կարող են գալ իմ ընտանիքի մեջ, եթե ես ընտրեմ հնազանդվել։ Այլ բառերով ասած, հնազանդության այն մյուս ափին ինչեր եմ տեսնելու։ Գիտեք, դուք ամեն մեկը այս երկիր եք եկել բարի հավատքով։ Ես էլ եմ եկել։ Մի քիչ տարբեր ամեն մեկս։ Բայց մեզ մոտ միշտ այդ մյուս ափին դրախտ հայտնվելը սրտի երազանք է։ Այսօր այստեղից, երբ որ մեզ զանգում են, ասում ենք, հենց գիտեք Ամերիկայում կաթու մեղր են բաժանում, դեռ մենք հասկացել ենք, որ մյուս ափին մենք նույնն ենք։
մեր պրոբլեմները, մեր մեղքերը, ու սատանան էլ շատ ավելի կարծես զորավոր ու գունավոր է։ Բայց Տիրոջ հետևից գնալով եւ Տիրոջ կամքի մեջ ապրելով վստահ եղեք սիրելիներ մյուս ափին։ Երբ որ Տիրոջ հետ անցնենք այն ճանապարհը, որ նա ուզում է անցնել, մենք հնձելու ենք գետի պես ուրախություն, ոչ միայն մենք, այլ մեր երեխաները։ Եվ ես քեզ երաշխավորում եմ, քո երեխաները շրջվելու են մեկ օր ու ասեն շնորհակալ եմ, որ դու Տիրոջն ես ընտրել։ Ուրեմն մտածի երկրորդ հարցը, ինչ օգուտ, ինչ օրհնություններ կարող են ինձ սպասել հնազանդության մյուս ափին։ Ամեն անգամ, երբ որ դժվար է Տիրոջը կանոնը պահել, հիշի, որ դա ժամանակավոր բան չէ, դա երկարաժամկետ է։ Եթե լսեիր ինձ Տերն ասում է, ավել բան չէի ուզում, լսեիր ու ինչ որ ասեի, անեիր, քեզ լավ էր լինելու։ Երրորդ բանը, ինչպես կարող են իմ ընտրությունները ազդել իմ ընտանիքի եւ իմ ժառանգության ու սերունդների վրա։ Ժամանակը մեզ չի սպասելու, սիրելիներ։ Ժամանակը մեզ չի սպասելու։ Մենք ճպել ենք, մեր աչքերը թարթել ենք, մեր երեխաները մեզ անցել են։ Չգիտեմ, քանի ակնթարթ է մնացել, բայց եկեք այդ մնացած ակնթարթները այդ մտքով ապրենք, որ իմ ապրածը իմ երեխաների համար հոգևոր ժառանգություն պիտի թողա։ Որովհետև Տերը անկախ իմ ներկա վիճակից ուզում է, որ ես հիշեմ, որ նա դեռ մնում է իմ Տերը, ուխտի հարաբերությամբ, իմ Աստվածը, իմ ուսուցիչը եւ իմ առաջնորդը։ Եվ միակ նախապայմանը սա է, եթե ականջ տաս իմ խոսքերին, եթե լսես իմ խոսքերը, այն ժամանակ քո խաղաղությունը գետի պես կլինի եւ քո սերունդդ օրհնված կլինի։